Իրանի իշխանությունները ի վերջո պետք է ըմբռնեն, որ Միացյալ Նահանգներում արդեն նոր նախագահ կա։ Երեկ Վաշինգտոնում կայացած ամենօրյա չեպազրույցի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը։ Կարծում եմ, որ Իրանի նախագահը կամ այաթոլլաները ի վերջո կհասկանան, որ Միացյալ Նահանգներում նոր նախագահ է պաշտոնավարում։ Այս նախագահը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու հետևել, թե ինչպես է Իրանը խախտում համատեղ միջուկային համաձայնագրի դրույթները։ Կարծում եմ, որ Իրանը զբաղված է ինքնախաբեությամբ, եթե չի հասկանում, որ Միացյալ Նահանգներում այլևս նոր նախագահ է առկա, հայտարարում էր Սփայսերը։ Սպիտակ տան խոսնակի այս պնդումները պատասխանն էին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի երեկ հնչեցրած կոշտ հայտարարություններին։ Իրանցի զինվորականների հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում Խամենեին արձագանքեց Միացյալ Նահանգների կողմից անցած ուրբաթ օրը Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցներին։ Հիշեցնեմ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այս որոշումը կայացրեց Իրանի կողմից սեփական արտադրության բալիստիկ հրթիռների նոր փորձարկմանը ի պատասխան։ Երախտապարտ ենք Թրամփին, որովհետև նա հեշտացնում է մեր գործը եւ իր գործողություններով ցույց է տալիս Ամերիկայի իրական դեմքը։ Իր նախընտրական արշավի ընթացքում արդեն այդ մարտն ի ցույց դրեց այն ամենն, ինչ մենք մշտապես մատնանշում էինք վերջին 30 տարիներին։ Խոսքը Միացյալ Նահանգների իշխող վերնախավին պատած քաղաքական, տնտեսական, բարոյական ու սոցիալական փտախտի մասին է, հայտարարում էր Խամենեին։ Իրանի հոգևոր առաջնորդը Թեհրանում հնչեցրած իր այս ելույթում անդրադարձավ նաև Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե ամերիկյան նախորդ վարչակազմը չափազանց մեղմ դիրքորոշում էր որդեգրել Իրանի հանդեպ եւ պաշտոնական Թեհրանը պետք է շնորհակալ լինի Օբամային նման քաղաքականություն վարելու համար։ Հատկապես ինչի համար մենք պետք է երախտապարտ լինենք, պատժամիջոցների համար, իսլամական պետությանը ցուցաբերած աջակցության, տարածաշրջանում սկիզբ առած այս հրդեհի, Սիրիան, Իրաքը հրդեհելու համար մենք պետք է երախտապարտ լինենք, հետորական հարցերի մի ողջ շարան էր հնչեցնում Խամենեին, մեկ անգամ եւս պնդելով, թե մեջբերում իրանցիները Միացյալ Նահանգներից չեն վախենում։ Ամերիկյան Fox News հեռուստաընկերության տեղեկություններով ի դեպ Թեհրանն առաջիկա օրերին պատրաստվում էր սեփական արտադրության Սաֆիր տեսակի հրթիռի նոր փորձարկում իրականացնել։ Վերջին պահին, սակայն ըստ ամերիկյան լրատվամիջոցի Իրանի իշխանությունները հրաժարվել են փորձարկման մտքից։ Որպես ասվածի ապացույց, Fox News-ն իր երեկոյան լուրերի թողարկման ընթացքում ցուցադրել է Պենտագոնի տրամադրած արբանյակային լուսանկարները, որոնցից հստակորեն երևում է, որ իրանական արտադրության հրթիռը սկզբում տեղադրվել է փորձարկումների համար նախատեսված հարթակում, իսկ որոշ ժամանակ անց կրկին հեռացվել այնտեղից։ Fox News-ի աղբյուրները պնդում են, որ իրանական կողմի այս հետքայլը Թեհրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների առաջին առարկայական արդյունքն է։